պետք է նկատի ունենալ, որ մենք ապրում ենք ականապատ մի դաշտում, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը եւ ամեն մի անզգույշ արտահայտություն, անզգույշ խոսք, անզգույշ գործողություն անդառնալի հետևանքներ կարող է ունենալ եւ այս առումով շատ կարեւոր է հստակեցումը, որ այստեղ հնչած տեսակետները Արցախի Հանրապետության պաշտոնական տեսակետի հետ կարող են տարբերվել եւ այստեղ տեսակետներից մեկը, որ հնչեց, լրիվ կապ չուներ պաշտոնական դիրքորոշումների հետ։ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի Ազգային ժողովի Հայաստան խմբակցության անունից նախ շնորհավորում եմ բոլորին Արցախի սահմանադրության, նաև պետք է հիշենք 91 թվականի անկախության հանրաքվեի օրվա առիթով եւ որպես Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերագույն մարմնի ներկայացնող իմ համար շատ կարևոր նախաձեռնություն էր եւ պարոն Դանելյանի խոսքում հնչած այն միտքը, որ սա շրջադարձ է մեկնարկ է, շատ կարևոր է, որովհետեւ 2024 թվականի սեպտեմբերի 2-ին երբ որ Դաշնակցություն նախաձեռնեց վերադարձի մեծ համաժողովը, դա առաջին քայլերից մեկն էր, երբ որ հրապարակային քաղաքական հասարակական մակարդակով շատ հստակ քայլ առ քայլ ներկայացում էր վերադարձի այն ամբողջ փիլիսոփայությունը, որը պետք է արցախայության համար եւ Հայաստանի իշխանությունների ապագա իշխանությունների եւ հասարակության համար ուղենշային լինի։ Իրականում տարբեր շերտեր են, քաղաքական, դիվանագիտական, հանրային, այստեղ առանձին կազմակերպությունների, կուսակցությունների ու նաև պետական համակարգի դերը անգնահատելի է, ընկեր Գիրոն թերևս իր խոսքում անդրադառնա այս տարիներին Դաշնակցության տարբեր կառույցների կողմից իրականացված են բոլոր նախաձեռնությունները, որ կան։ Շատ մեծ բանավեճի մի նյութ է դառնում, թեմա է ընդհանրապես իրականությունը, իրողությունները, երազանքները, այս համադրությունը կամ հակադրությունը, որովհետև այս հակադրությունը հիմա երբեմն այնքան է աղճատվել, չեմ ուզում պարոն Զուրաբյանի որևէ կերպ համեմատության մեջ դնեմ, Աստված հեռու տանի, Քավլիցի ձեր հետ կապ չունի, բայց երբեմն այս իշխանության հետ ամբողջ այս բանավեճում, որը շատ հաճախ գռեհիկ բանավեճ է, շատ հաճախ դեմ հանդիման կանգնում ես դավաճանության ուրացման հետ, եղած ավերից հետո փորձում են աչքդ կողել, թե երազանքներ պետք չէ ունենալ եւ իրականությունը սա է։ Բայց գիտեք, ես ճիշտ ասած այն սերնդին եմ պատկանում, որը երազանքներով շատ կարճ ժամանակում այդ երազանքները իրականություն դարձրեց։ Պատկանում եմ մի սերնդի, որը խորհրդային միության տարիներին երբեք չէր մտածի, որ ինչ որ անկախության մասին կարող է մարդ մտածել։ Պատկանում եմ մի սերնդի, որ 88 թվականին Ազատության հրապարակում, երբ որ առաջին ցույցերն էին լինում, անկախություն ասողներին ծեծելով լարում է։ Պատկանում եմ մի սերնդի, որը 92 թվականի փլուզումից, Շահումյանից, Մարտակերտից հետո, որ պատկերացնում էր, որ այլևս ամեն ինչ անդարձ է, լրիվ այլ իրավիճակում է։ Պատկանում եմ մի սերնդի, որ նախկին իշխանությունները հետ, այո, քաղաքական պայքարի մեջ եղել, մեր աչքը կողել են, որ անհնար է միջազգային հանրությունը չի ընդունում, բայց ունեցել եմ 100,000-ավոր, միլիոնավոր մարդկանց երջանկությունը, որ 20 տարի ապրել է արժանապատիվ այս իրավիճակում։ Եվ այս հակադրության մեջ, հիմա էլ մեր դաշնակցական երիտասարդներին, որ այս փլուզումից հետո որոշում են հնարավոր է, ասում եմ նայեք 88 թվականի, 87 թվականի հոկտեմբերին, երբ որ առաջին անգամ Ազատության հրապարակից տարածվեց թռուցիկ Արցախ, Ղարաբաղ միտինգ կազմակերպելու կարգախոսով, մարդկանց համար անպատկերացնելի է։ Եվ վերադարձի մասին։ Ես շատ կարճ մի կետի կուզեմ անդրադառնալ։ Վերադարձը չի լինի եւ վերադարձի իրավունքը միջազգային հանրության կողմից արձանագրելի չի դառնա, եթե առաջին հերթին վերադարձի գաղափարը ներքին վերադարձի համոզմունք չունենա բոլոր արցախայերի համար։ Չի լինի վերադարձը, եթե դա չլինի ապրելակերպ։ Եվ այս առումով շատ կարևոր է Արցախի պետական ինստիտուտների պահպանումը, որը պետք է ուղղակի ցուցանակ չլինի, ժողովրդական խոսք ասում է երեխան մինչև չի լացում, չեն կերակրում,
որը միայն ցուցանակ չպետք է լինի եւ Արցախի պետական ինստիտուտների պահպանումը պետք է լինի բոլորի արժանապատվության հարցը ոչ միայն արցախահայերի այլ բոլոր մեր հայրենակիցների Հայաստանում եւ Հայաստանից դուրս բայց առաջին հերթին նորից եմ կրկնում այդ վերադարձի հոգեբանությունը ցանկացած արցախցու ապրելակերպը պետք է դառնա իհարկե կան բազմաթիվ նախաձեռնություններ բայց դա շատ ավելի համակարգային բնույթ պետք է կրի եւ նորից եմ մեր բերում պարոն Դանելյանին այսօրվա այս լսումները խորհրդարանի շատ կարեւոր են նոր մեկնարկ լինելու համար եւ վերջապես ամենամեծ վտանգը հակամա ելույթները լսելուց զեկույցները լսելուց պարոն Դանելյանի ելույթը լսելուց հակամա մի պահ մտածում եմ լավ ինչ տարբերություն Բաքվում կհնչեին այս ելույթները թե Երևանում մի տարբերությամբ որ Բաքվում միանգամից դարիճից կդրփակալեն իսկ Երևանում մի քանի օր կմտածեն թե քրեական օրենսգրքի որ հոդվածով կարող են բռնել ամենամեծ վտանգը որ այսօր կա վերադարձի գաղափարը նյութականացնելու եւ կյանքի կոչելու այն ներքին թշնամին է որը կոչվում է Հայաստանի իշխանություն չեմ ուզի շատ երկար բայց այս հարցը շարունակվում է այստեղ երիներից ենք խոսում նույն այդ օրը Հայաստանը ցավոք սրտի ներկայացնող մարդը Գերմանիայում խուսափում է այդ թեմայից սպառնում է Արցախի դրոշ ստացանելով եւ նմանատիպ բոլոր թշնամական գործողությունները շնորհակալ եմ